Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել, հաղորդում է Մեհր Նյուզը։ Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին, հայտնել է նա։ Վլադիմիր Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոստանտին Կոսաչովը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդական դերին։ Կոսաչովի խոսքով այս հակամարտությունում չափազանց մեծ են ռիսկերը, հետևաբար, եթե այն դադարեցնելու շանսեր կան, ապա այստեղ պետք է օգտագործվեն ցանկացած հնարավորություններ։ Դա պետք է արվի ի շահ խաղաղության եւ ի շահ մարդկության։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապի միջոցով ոչ պաշտոնական խորհուրդ կանցկացնեն քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում կապված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հետ։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսնակ Անվար Ալ-Անունին։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը, Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վաղը ծրագրել է տեսակոնֆերանս արտաքին գործերի նախարարների հետ։ Դա թույլ կտա մտքերի փոխանակում միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի եւ Թել Ավիվի նկատմամբ եւ քննարկել, թե ինչպես վարվել, ասել է խոսնակը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Եվրամիությունը նրա խոսքով կողմ է լիցքաթափմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կշարունակի անել հնարավորը դիվանագիտական միջոցներով լարվածությունը թուլացնելու եւ Իրանի միջուկային ծրագրին լուծում գտնելու համար։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, նշել է Ալ-Անունին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա, Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնում է Պոլիտիկո պարբերականը։ Եթե Իրանը ցանկանում է խոսել, հիմա դրա իսկական ժամանակն է, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է երկխոսել, սակայն դա պետք է աներ դեռ վաղուց։ Նա նշել է, որ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում։ Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին եւ այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե Իրանն ուզում է խոսել, հիմա ճիշտ ժամանակն է, ասել է Թրամփը։ Իրանի հետախուզական ծառայությունները Իսլամական Հանրապետության տարածքում հայտնաբերել են հեռակառավարվող Spike հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք տեղակայել են իսրայելցի գործակալները։ Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տվյալներով Spike համալիրները, որոնք հագեցած են հեռակառավարման եւ ինտերնետի միջոցով կառավարման համակարգերով, նախատեսված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելու համար։ Հեռուստաալիքը սակայն չի նշել, թե որտեղ է գտնվել իսրայելական զենքը։ Իրանական տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ երկրի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրության գաղտնի գործարան, որը շահագործել է Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալությունը։ Եռահարկ շենքում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր եւ ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նյութեր։ Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը չի ներառվել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Դեմը քվեարկել նաև նախագծի հեղինակը, քաղաքացիական խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Քվեարկության մեկ կողմ 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ազգային ժողովը զինվորական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների նախագիծը չի ներառել լիագումար նիստերի օրակարգ։ Կողմ քվեարկած միակ անձը ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է։ Հայկ Սարգսյանն ինքը հայտարարել էր, որ դեմը քվեարկելու նախագծին։ Նշենք, որ այս նախագիծը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել։ Նախագծով ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։
Ստորագրել ենք ճիշտ այն նախաձեռնության տակ, որի տակ պատիվ ունեմ խմբակցությունը։ Այս մասին ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում։ Նա շարունակել է պնդել, որ Հայաստան խմբակցության 28 падգամավորի ստորագրությունը պատրաստ է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Ինչ ձևաչափով իրենց ստորագրությունն է, նույն ձևաչափով նաև մեր ստորագրությունը։ Եվ վերջը ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գործընթացը, որպեսզի հաջողություն ունենա, պետք է գեներացվի հանրային ճնշում ԿՊԱ-ական падգամավորների վրա, որպեսզի առնվազն եւս 2 հոգի ստորագրի, որպեսզի այդ հարցը մտնի օրակարգ, եւ 20 հոգի ստորագրի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանը անվստահություն հայտնի։ ԿՊԱ-կանների նկատմամբ ճնշումները ոնց եք պատկերացնում, ինչը նրանց կստիպի, որ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս, ես ասում եմ, դա հնարավոր է ապահովել բացառապես հզոր հուժկու հանրային ճնշման միջոցով եւ հետեւաբար մեր գործընկերները ճիշտ կանեին, գային, քննարկեին, թե ինչպես են այդ ճնշումը գեներացնում։ Տարածաշրջանում լարվածությունը կթուլանա, թե թեժ զարգացումներ կլինեն։ Հարցին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Ապա խոսելով Հայաստանի վրա տարածաշրջանային լարվածության ազդեցության մասին, Աբովյանը նշել է, որ Իրանի թուլացումը կարող է գայթակղություն առաջացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, հարվածելու Հայաստանին։ Տեսեք, լարվածությունը թուլանալու միտում չունի, որովհետեւ միջուկային ծրագիրը Իրանի, որը ըստ պատրվակ էր Իսրայելին հարվածելու համար, այո, կրկնում եմ, պատրվակ էր, ինքը ավելի խորքային պրոցես է, որի մասին արդեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն բացահայտ ասում է, որ գնում է տարածաշրջանի վերաձևավորում։ Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել։ Հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում հորդեռատ անձրևների եւ աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային եւ գյուղատնտեսական խոշոր վնասներ։ Հունիսի 14-ից սկսած աղետից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքային ներկայացուցիչների հետ իրականացնում են կրած վնասների արձանագրումներ աղետից տուժած բնակավայրերում։ Այսօր Թել Ավիվն է, վաղը Նյու Յորքը, տեսեք, ես հասկանում եմ Ամերիկան առաջին հերթին սկզբունքը, բայց ես չեմ հասկանում։ Ամերիկան կործանված է սկզբունքը, ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։ Նեթանյահուն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Իսրայելին եւ ինքը անձամբ գնահատում է ամերիկացի առաջնորդի աջակցությունը։ Նախորդ օրը Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է խոսել այն հանգամանքների մասին, որոնց դեպքում Վաշինգտոնը կարող է պատերազմ սկսել Թեհրանի հետ։ Լրագրողի հարցին ամերիկացի առաջնորդը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենար, որի դեպքում փորձ կարվի չեզոքացնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտարարել է ABC News-ը։ Միաժամանակ Նեթանյահուն խոսելով այն մասին, որ չի բացառում Իրանի գերագույն առաջնորդին չեզոքացնելու հավանականությունը, կարծիք է հայտնել, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն։ Իսրայելը դեռ պատերազմ չի սկսել, մենք կահում ենք այն եւ դադարեցնում ագրեսիան։ Այս հակամարտությանը վերջ դնել կարելի է միայն մեկ եղանակով՝ դիմակայելով չարի ուժերին, նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանը ցանկանում է վերսկսել միջուկային բանակցությունները, որպեսզի կարողանա շարունակել միջուկային զենքի մշակումը քննարկումների ընթացքում դա տեղի չի ունենա։ Միացյալ Նահանգների շահերից է բխում աջակցել Իսրայելին Իրանի միջուկային ծրագիրը չեղարկելու ջանքերում, նշել է նա։ Վրաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորոշվիլին հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական White Talk-ի հետ, հաղորդում է Sputnik Gruzian։ Կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը եւ Վրաստանի դերին տարածաշրջանում կայունության պահպանման գործում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաստանի անկախության օրվա առթիվ, վերահաստատելով Վաշինգտոնի նվիրվածությունը երկու երկրների խաղաղ համագործակցությանը։
Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զինծառայողների 6060 մարմին, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական եւ ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների եւ զինվորների 6060 մարմին է փոխանցվել ուկրաինական կողմին, գրել են նա։ Մեդինսկին նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից 78 մարմին է ստացել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը շեշտել է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի միջև գերիների փոխանակումը շարունակվում է։ Կարգավորվել է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև առաջնագծից ծանր վիրավորների շտաբ բժշկական տեղափոխումը։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանի մոտակայքում գտնվող Իրանի հետախուզական ծառայությունների կողմից օգտագործվող շենքին, որի հետևանքով զոհվել են 4 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավարը, գրում է Iran International-ը։ Իսրայելի բանակի ուժերի հայտարարության համաձայն հարվածի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ստորաբաժանման ղեկավար Մոհամմադ Քազեմին, նրա տեղակալ Մոհամմադ Հասան Մոհաքեքը, ինչպես նաև Քուդս ուժերի հետախուզական վարչության ղեկավար եւ տեղակալ Մոհսեն Բաղերին եւ Աբու Ալ-Ֆազլ Նիկուեյը։ Այս բարձրաստիճան պաշտոնյաները կենտրոնական դեր են խաղացել Իրանի սպառնալիքների գնահատման, ձևավորման եւ Իսրայելի արևմուտքի եւ տարածաշրջանային երկրների դեմ ահաբեկչական գործողությունների պլանավորման գործում, ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի զինված ուժերը հավելել են, որ հարվածը լրջորեն վնասել է Իրանի հետախուզական կարողությունները եւ հաջորդել է ուրբաթ իրանական բանակի գլխավոր հետախուզական աշխատակցի սպանությանը։ Այս հայտարարությունը հնչել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից Fox News-ին տված հարցազրույցում հաստատումից մեկ օր անց, որ Իսրայելը Թեհրանում հարվածի ժամանակ սպանել է Քազեմին եւ Մոհաքեքին։ Հիշեցնենք, ԻՀՊԿ-ն նախորդին հայտարարել էր, որ հետախուզության 3 գեներալներ Մոհամմադ Քազեմին, Հասան Մոհաքեքը եւ Մոհսեն Բաղերին նահատակվել են։ Ամերիկայի ուշադրությունը Ուկրաինայից տեղափոխվում է Մերձավոր Արևելք, կապված Իսրայելի եւ Իրանի միջև սրվող հակամարտության հետ։ Քաղաքագետ Մալեք Դուդակովի կարծիքով ԱՄՆ ռազմական ռեսուրսներն ու ֆինանսական աջակցությունը այժմ կենտրոնանալու են Իսրայելի եւ տարածաշրջանային բազաների վրա, հայտնում է Lenta.ru-ն։ Դուդակովը նշում է, որ Ուկրաինան այսուհետ շատ ավելի քիչ սպառազինություն կստանա հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում, չնայած դրան նա վստահ է, որ Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չի մոռանա ուկրաինական ուղղությունը։ Քաղաքագետը նաև կարծում է, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է դառնալ հնարավորություն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունները ակտիվացնելու համար։ Տրամաբանական է, ասում է նա, որ Թրամփը կփորձի Ռուսաստանի միջոցով ազդել Իրանի վրա եւ հնարավոր է փոխարենը դիտարկի զիջումներ ուկրաինական ուղղությամբ։ Պակիստանի պաշտպանության նախարար Հոջա Ասիֆը նախազգուշացրել է Իսրայելին արևմտյան աջակցության աղետալի հետևանքների մասին, կոչ անելով մահմեդական պետություններին միավորվել օկուպացիոն ռեժիմի դեմ։ Հաղորդում է Arab News-ը, արևմտյան աշխարհը պետք է մտածի Իսրայելի հրահրած հակամարտությունների մասին, այդ հակամարտությունները կընդգրկեն ողջ տարածաշրջանը եւ դուրս կգան նրա սահմաններից։ Իսրայելին այդ անօրինական ռեժիմին աջակցելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ, հայտնել է Ասիֆը։ Պակիստանը դատապարտել է Իսրայելի վերջին ագրեսիան Իրանի դեմ եւ հայտարարել, որ Պակիստանը կանգնած է Իսլամական Հանրապետության կողքին եւ կշարունակի համագործակցել նրա հետ միջազգային հարթակներում։ Պակիստանում միաձայն ընդունել են առանձին բանաձևեր, որոնք դատապարտում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի հանցագործությունները, միաժամանակ համերաշխություն եւ աջակցություն հայտնելով Իրանի կառավարությանը եւ ժողովրդին։ Պակիստանի պաշտպանության նախարարը բոլոր մահմեդական պետություններին կոչ է արել խզել դիվանագիտական հարաբերությունները Թել Ավիվի ռեժիմի հետ եւ Իսրայելի դեմ միասնական միջազգային դիրքորոշում որդեգրել։ Լինել թիրախ մի իշխանության, որը երկիրը հասցրել է կործանման, դա միայն այդ անձին պատիվ է բերում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայրաթոր Սուրբ Էջնիածնի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի կողմից եկեղեցին եւ եկեղեցականներին թիրախավորելու հարցին։ Նրա կարծիքով բոլոր այն մարդիկ, ովքեր այս իշխանության ընթացքում թիրախ չեն եղել, գալու է ժամանակը, երբ մեծապես ափսոսելու են դրա համար, եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը կապ չունի կուսակրոնության հարցի հետ։ Դա անձնական բնույթի հարց է։ Այսօրվա Հայաստանում ստեղծված կացության պատճառը բացարձակապես կուսակրոնության ուխտի խախտումը չէ։ Բոլոր նրանք, ովքեր որ շեշտադրում են կատարում կուսակրոնության ուխտի կատարման խախտումների վերաբերյալ, պետք է մեկընդմիշտ հիշեն,
Հայաստանում գոյություն ունեն ծանր լրջագույն մարտահրավերներ եւ բացարձակապես կուսակրոնության ուխտի հետ առնչված խնդիրը դրա հետ չի առնչվում։ Ուրեմն զուր տեղ է, թե որոշ մարդիկ եկեղեցական բարեփոխիչի պատմության չհակնեն, կլինեն դրանք բարձրաստիճան պաշտոնյաներ կամ սովորական քաղաքացիներ։ Մենք տեսանք, թե 18 թվականին երկիրը բարեփոխելու իրենց ջանքերը ինչի հանգեցրեց։ Շատ շնորհակալ ենք եկեղեցին բարեփոխելու իրենց ցանկությունից։ Եթե նման բարեփոխիչներ մենք ունենանք եկեղեցում, ցավում եմ, որ այլևս բարեփոխելու ոչինչ չի մնալու։ Այդ բարեփոխիչները թող իրենք իրենց բարեփոխեն։ Կառավարությունում դժգոհություններ են հասունանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Փաշինյանը սկսել է չվստահել Հարությունյանին եւ վերջինիս երաշխավորած կադրերին, որոնք վերջին ամիսներին գլխացավանք են դարձել այս իշխանությունների համար։ Այս մասին հայտնել է News-ը հղում անելով իր աղբյուրներին։ Միայն վերջին 1.5 ամսում Հարությունյանի կադրերից 2-ը կալանավորվել են աղմկահարույց գործերի շրջանակներում։ Մասնավորապես ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով մայիսի 6-ին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, որն ըստ մամուլի այդ պաշտոնում էր նշանակվել Արայիկ Հարությունյանի ջանքերի արդյունքում։ Կայքի տեղեկություններով Դանիելյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումների առնչությամբ անհաջող նշանակման հարցում քննադատելով նաև Արայիկ Հարությունյանին։ Իսկ հունիսի 14-ին կալանավորվել էր Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Իդեպս տեղեկությունների իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև Ռազմիկ Մկրտչյանին պատկանող գույքերը։ Իսրայելը լիակատարօթային գերազանցության է հասել Իրանի նկատմամբ ավելին, քան սպասվում էր։ Ջերուսալեմ Post-ին հայտնել են իսրայելցի 2 պաշտոնյաներ։ Նրանք ասել են, որ ի սկզբանե ակնկալվում էր, որ Իսրայելը օթային գերազանցության կհասնի շաբաթվա կեսերին կամ ավելի ուշ։ Կիրակի օրը մենք հարվածներ ենք հասցրել Թեհրանի վրա օրը ցերեկով, ինչը ցույց է տալիս, որ օթային ամբողջական հսկողությունը հաստատվել է մարտերի սկսվելուց ընդամենը 48 ժամ անց, ասել են աղբյուրները։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտությունը, հաղորդում է Թուրքիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Թուրք առաջնորդն իր գործընկերոջն ասել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո սկսված բռնությունների պարույրը սպառնում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությանը։ Նրա խոսքով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության անօրինականությունը ակնհայտ վտանգ է ներկայացնում միջազգային համակարգի համար եւ որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ։ Էրդողանը Պուտինին ասել է նաև, որ Թուրքիան Իրանի եւ Իսրայելի միջև էսկալացիայի առաջին իսկ օրվանից կենտրոնացել է հարձակումները դադարեցնելու դիվանագիտական նախաձեռնությունների վրա։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այս հակամարտության լուծման միակ ճանապարհը դիվանագիտությունն է, ուստի անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների 1/3-ը, հայտնել է Ցախալի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ցախալի ուժերը ոչնչացրել են իրանական ռեժիմի բոլոր հրթիռային կայանքների մոտ 1/3-ը, հայտարարել է նա։ Ցախալի ներկայացուցիչը նշել է, որ անցած օրվա ընթացքում իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սպահանում ավելի քան 100 ռազմական թիրախների ուղղությամբ, ինչպես նաև ոչնչացրել են իրանական ավելի քան 20 հրթիռ։ Ուկրաինան 2022 թվականից ի վեր առաջին անգամ բախվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զենք մատակարարելու մերժմանը, գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Ինչպես գրում են հրապարակման հեղինակները, Կիևը ստիպված է ինքնուրույն այլընտրանքային ուղիներ փնտրել զինանոցը համալրելու ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նշվում է, որ Եվրոպան կարող է անհրաժեշտ զենք մատակարարել Ուկրաինային։ Նաև եվրոպական երկրները կարող են զենք գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ Ուկրաինան կարող է մեծացնել սեփական զենքի արտադրությունը Եվրամիության երկրների հաշվին։ Լրագրողները չեն նշում այն տարբերակը, որով Կիևը կարող է ինքնուրույն վերարտադրել իր զենքի պաշարները առանց այլ երկրների օգնության։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու կողմնակիցները տեղ չունեն հանրապետության քաղաքականության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չի ստանա եւ չի ձգտում այն ստեղծել։ Նախագահը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը բազմիցս մատնանշել է դա։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ տեղ չունի ցանկացած ոք, ով կզբաղեցնի այս քաղաքականությանը չհամապատասխանող դիրքորոշում, ընդգծել է Փեզեշքյանը։ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում իր սահմանին ոչնչացրել է առնվազն 44 իսրայելական անօդաչու թռչող սարք, հայտարարել է Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի ղեկավար Ահմադ Ալի Գուդարզին։ Վերջին 48 ժամվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում սահմանապահների զգոնության շնորհիվ հայտնաբերվել եւ ոչնչացվել է 44 իսրայելական անօդաչու թռչող սարք, նրա խոսքերն է մեջբերում Now News-ը։ Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ֆիզիկապես վերացնելու հնարավորությունը, սակայն նման քայլը կախված կլինի բազմաթիվ գործոններից։ Այս մասին հայտնել է Իսրայելի Channel 12 քաղաքական մեկնաբան Ամիտ Սեգալը, հղումանելով տեղական քաղաքական աղբյուրին։ Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը Սպահանում 1 ժամ առաջ հարձակման է ենթարկվել, իշխանությունները գնահատում են վնասը, ասել է Սպահանի նահանգի պաշտպանության եւ անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ակբար Սալեհին։ 1 ժամ առաջ հարձակման է ենթարկվել Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարությանը կապված կենտրոններից մեկը։ Հնարավոր վնասը ներկայումս գնահատվում է, նրա խոսքերն է մեջբերում Now News գործակալությունը։ Իրանական երրորդյա գնդակոծությունների ընթացքում Իսրայելում վիրավորվել է ավելի քան 600 մարդ, որոնցից 24-ը մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով կառավարության մամուլի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը։ 24 զոհ, 592 վիրավոր, 10 ծանր, 36-ը միջին ծանրության, 546-ը թեթև վնասվածքներով, ասվում է զեկույցում։ Երկրում գրանցել են 30 վայր, որտեղ ընկել են իրանական հրթիռները։ 3 օրվա ընթացքում Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների ընդհանուր թիվը գնահատվում է 370-ը։ Իսրայելը հարվածել է Իրանի Քերմանշահ քաղաքին, ըստ տեղեկությունների պայթյուններ են լսվել, հարձակման թիրախ է դարձել նավթավերամշակման գործարանը։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իսրայելական ամերիկյան արտադրության MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, հայտնում է Իրանի պետական հեռուստաալիքը։ Իրանի հակաօդային պաշտպանությունը Դեհլորանում որսացել է իսրայելական 1 անօդաչու թռչող սարք։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց հարություն առնող առյուծ գործողությունը, հարվածելով Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Հարձակումները ուղղված են եղել միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների տեղակայման վայրերին։ Արդեն նույն օրը երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց ճշմարիտ խոստում 3 գործողության մեկնարկի մասին եւ հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին։ Թեհրանը խոստացել է լայնածավալ հարվածներ հասցնել իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում օդային բազաներին եւ այլ ռազմավարական օբյեկտներին։ Իսրայելցիները, որոնք քննադատում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը, մտավախություն ունեն, որ ռազմական գործողությունները երկար կտևեն, հայտնում է Bloomberg-ը։ Շատերին ցնցել են իրանական հարվածների հետևանքով առաջացած ավերածությունների մասշտաբները, իսկ հաշվի առնելով այն, որ Իրանն իր զինանոցում ունի եւս 1500 հրթիռ, ռմբակոծությունները կարող են շարունակվել շաբաթներով, գրում է գործակալությունը։ Մերձավոր Արևելքի հարցերով որոշ փորձագետներ հարց են տալիս, ինչպես կարելի է լուծել հակամարտությունը, եթե Իսրայելը չկարողանա վերացնել իրանական միջուկային ծրագիրը, որի առանցքային օբյեկտները խորը գետնի տակ են։ Մենք կհայտնվենք անվերջ պատերազմի վիճակում։ Իրանի վերաբերյալ Իսրայելում կոնսենսուսը, ինչպես ձախերի, այնպես էլ աջերի շրջանում մտահոգիչ է։ Ոչ ոք հարցեր չի տալիս եւ չի վիճարկում Նեթանյահուի գործողությունները, հայտարարել է Թել Ավիվում ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Դենի Ցիտրինովիչը։ Իրանը հայտնել է միջնորդներին, որ պատրաստ չէ բանակցել հրադադարի շուրջ, քանի դեռ չի պատասխանել Իսրայելի հարվածներին, հայտնում է Reuters-ը վկայակոչելով իր աղբյուրին։ Իրանցիները հայտնել են Կատարի եւ Օմանի միջնորդներին, որ լուրջ բանակցություններ կվարեն միայն այն բանից հետո, երբ Իրանն ավարտի իր պատասխանն Իսրայելի կանխարգելիչ հարվածներին։ Իրանը հասկացրել է, որ հարձակման սպառնալիքի տակ չի բանակցելու, ասել է աղբյուրը։ Աղբյուրը նշում է, որ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին,
թե Թեհրանը խնդրել է Օմանին եւ Կատարին ներգրավել Ամերիկայի Միացյալ Նահանգներին հրադադարի հաստատման եւ միջուկային բանակցությունների վերահսկման մեջ, ճշգրիտ չեն։ Օմանը վերջին ամիսներին միջնորդում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջուկային բանակցություններում, թեև վերջին փուլը հետաձգվեց Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողություն սկսելուց 1 օր անց։ Իսրայելի եւ Իրանի միջև ռազմական հակամարտության սրումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դիվանագիտական հանգստություն է տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նրա խոսքով Կիևը եւս մի քանի շաբաթ կշահի իր դիրքերը պատրաստվելու համար։ Խորհրդարանականը հավելել է, որ Զելենսկին օգտագործում է Ռուսաստանի զինված ուժերի հաջողությունները ժխտելու մարտավարությունը, որպեսզի ամեն գնով դրական ֆոն ապահովի ամերիկացի առաջնորդի հետ հանդիպման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ներգաղթի եւ մաքսային մարմիններին ուժեղացնել ջանքերը Լոս Անջելեսից, Չիկագոյից եւ Նյու Յորքից անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ուղղությամբ։ Այս մասին նա գրել է Search Social սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ այս եւ այլ քաղաքները դեմոկրատական կուսակցության ուժային կենտրոնի առանցքն են, որտեղ անօրինական ներգաղթյալներն օգտագործվում են իրենց ընտրողների բազան ընդլայնելու, ընտրակեղծիքներ անելու եւ բարեկեցության պետությունը ամրապնդելու համար, խլելով լավ բարձրատրվող աշխատատեղերն ու նպաստները ԱՄՆ քաղաքացիներից։ Թրամփն ասել է, որ վարչակազմին հանձնարարել է բոլոր ջանքերն ուղղել զանգվածային միգրացիայի ալիքը հետադարձելու համար։ Քաղաքական գործչի խոսքով միգրացիան երրորդ աշխարհի դիստոպիաների է վերածել երբեմնի հովվերգական քաղաքները։ Նախագահը հավելել է, որ IC աշխատակիցները ցուցաբերել են անհավանական ուժ, իրականացնելով ԱՄՆ պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ զանգվածային արտաքսումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի վերալիցքավորող ինքնաթիռներն աննախադեպ քանակությամբ լքում են իրենց բազաները Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Military Watch Magazine ամսագիրը։ Խոսքը KC-135 եւ KC-46 ինքնաթիռների մասին է։ Նրանք լքում են Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրցամաքային բազաները։ Երկուշաբթի գիշերը 30 լիցքավորող ինքնաթիռ արդեն մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը աննախադեպ զանգվածային KC-135 եւ KC-46 օդային լիցքավորող ինքնաթիռներ են տեղակայել Ատլանտյան օվկիանոսում, ինչը լուրջ ենթադրությունների տեղիք է տվել, որ ինքնաթիռը կարող է նախատեսված լինել իսրայելա-իրանական պատերազմին մասնակցելու համար, ասվում է հրապարակման մեջ։ Քասախում բողոքի ակցիա լուսաբանելու ընթացքում ոստիկանը հարվածել էր 24 News AM կայքի լրագրողին։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Նա մասնավորապես նշել է. հայտում եմ, որ այսօր աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի եւ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնել է Նարեկ Սարգսյանը։ Միքայել Սրբազանը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն եւ վեհափառին թիրախավորելու մասին, անդրադառնալով հարցին, թե ինչու են որոշ եպիսկոպոսներ վախենում արձագանքել Փաշինյանին, ասել է, որ նրանք չեն ուզում հակադրվել իշխանություններին, բայց նաեւ աջակցում են Արմենիային հայոց կաթողիկոսին։ Երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն։ Եվ իրենց մոտեցումը այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է կայսրինը կայսեր տա։ Սա հասկանալի եմ բռնում է, հասկանալի մոտեցում է, բայց սա կայսրինը կայսերը չի կարելի դիտել առանց Աստծունը Աստծուն դիտելու։ Ասում եք կոնֆլիկտում հետ իշխանության, կայսեր։ Այսինքն հակադրվել չեն ուզում հակադրվել Նիկոլ Փաշինյանին, որևէ մի իշխանության, ոչ թե կոնկրետ Նիկոլի։ բայց անվերապահ աջակցում են վեհափառ հայրապետին։ Իհարկե, ո՞նց կարող են չաջակցել։ Սահակ Պատրիարքը շատ հստակ, Սահակ Պատրիարքն էր լուր, բայց ինքը շատ հստակ ասեց, չէ՞։ Ասես նույնիսկ անբարոյականություն է մտածել հաջորդ կաթողիկոսի մասին այն ժամանակ, երբ որ աթոռը թափուր չէ։
Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հանրապետության տարածքում հունիսի 21-ի կեսօրից հետո 17-ից 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքում հունիսի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հունիսի 18-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։